Բարև ձեզ հարգելի հետևորդներ, եթերում էսթետիկ բժշկության կոսմետոլոգիայի մասին հաղորդաշարն է։ Այսօրվա մեր թեման նվիրված է ակնե հիվանդությանը։ Ակնեն դարի մաշկային հիվանդություն։ Ձևակերպումը իմ ձևակերպումն է, ինքս եմ այդպես վերնագրել, որովհետև ինչ սկսել եմ զբաղվել կոսմետոլոգիայով, սարսափելի շատ են ակնեի հիվանդության դեպքերը մեր ժողովրդի շրջանում։ Կլինի դեռահաս, կլինի երիտասարդ, տարեց, միջին հասակ, էական չի, ոչ տարիքը, ոչ էլ սեռը։ Ուզում եմ դրա համար այսօր ձեզ պատմել այս հիվանդության մասին, սիրելի հետևորդներ, եւ շնորհակալություն հայտնել բոլոր այն ակտիվ հետևորդներին, որոնք վերջին 10-12 հաղորդաշարերը, եթերները, որոնք եթեր են հեռարձակվել, եղել են ակտիվ, գրել են մեկնաբանություններ եւ ես հետևել եմ հատ-հատ բոլորին, կիսվել են իրենց էջերում իմ տեսանյութերով։ Սա եւս մեկ քայլ է առաջ շարժվելու եւ ալիքը զարգացնելու, սիրելի հետևորդներ, բոլորիցս շատ շնորհակալ եմ։ Եվ այսպես, սիրելի հետևորդներ, ակնե դարի մաշկային հիվանդություն։ Ակնեն այլ կերպ անվանում են նաեւ կորյակային ցան։ Ինքը համարվում է մաշկային հիվանդություն եւ զարգանում է հատկապես այն անձանց մոտ, որոնց մաշկը յուղոտ է կամ կոմբինացված եւ հակված է ակնեի առաջացման։ Ակնեի հիվանդության ժամանակ լինում է ճարպագեղձերի բորբոքում։ Եթե հիվանդությունը քրոնիկ բնույթ է կրում, բորբոքումը լինում է կրկնակի։ Ճարպագեղձերի բորբոքման ժամանակ խցանվում է մազապարկը, որտեղ կուտակվում է ահռելի քանակությամբ ճարպ եւ բորբոքային process-ը սկսում է ավելի արագացրած տեմպով զարգանալ։ Դուրս է գալիս արտաքին միջավայր, այսինքն դեմքի վրա առաջանում են բաց եւ փակ կոմեդոներ։ Սիրելի հետևորդներ, ակնեն մեծամասամբ դեպքերում, մոտ 80% դեպքերում զարգանում է տղաների եւ աղջիկների մոտ դեռահաս շրջանում, սկսած 11-12 տարեկանից, աղջիկների մոտ, տղաների մոտ սկսած 16-17 տարեկանից զարգանում է մինչև 25, 27, նույնիսկ մինչև 30 տարեկան ընկած հատվածը։ Ակնեի հիվանդության ժամանակ, ինչպես արդեն ասացի, նկատվում է ճարպագեղձերի բորբոքում։ Այդ ավելնորդ ճարպը, որը պետք է դուրս գա օրգանիզմից, դուրս չի գալիս, մազապարկը խցանվում է եւ այն հավաքվում է հենց մազապարկի մեջ։ Դրա համար էլ մարդու դեմքին, պարանոցին, ուսերին, երբեմն նաև լինում է, որ գոտկատեղի կամ որովայնի շրջանում է լինում, արտահայտվում են մեծ ու փոքր կոմեդոներով, բաց եւ փակ կոմեդոներով։ Որն է բաց եւ փակ կոմեդոների տարբերությունը, տեսեք։ Երբ որ նոր սկսվում է ակնեի բորբոքային process-ը, առաջանում են հիմնականում փակ կոմեդոները։ Փակ կոմեդոներին նաև անվանում են միլիումներ։ Միլիումները դրանք սպիտակ, կլորավուն, մաշկի տակ գտնվող, սակայն արտաքինից երևացող, սպիտակ գույնի բշտիկանման կետերն են, որոնք առաջանում են մաշկի վրա։ Իսկ բաց կոմեդոները, դրանք արդեն թարախային բշտիկներն են, գույնը մի փոքր փոխած, կարմրավուն, մեջը հավաքված սպիտակ թարախանման բշտիկներով։ Դա հենց խցանված ճարպագեղձն է եւ մահացած բջիջները, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողանում օրգանիզմից դուրս գալ, տեղի է ունենում բորբոքային process եւ զարգանում է ակնե հիվանդությունը։ Ընդհանրապես արգելվում է ակնեի հիվանդության ժամանակ, եթե մաշկի վրա, հատկապես դեմքին առկա են կոմեդոներ, կապ չունի բաց թե փակ, ընդհանրապես արգելվում է ինքնուրույն որևէ միջամտություն կատարել, նույնիսկ ձեռքով կամ եղունգով սեղմել, հատկապես եղունգով սեղմել, որովհետև դա լի է վտանգներով, խիստ վտանգներով, քանի որ եղունգը ինքը այնպիսի միջավայր է, այնպիսի բակտերիաներ են եղունգի տակ հավաքվում, որ մեկ թեթև հպումը կարող է ինֆեկցիայի մի մեծ պատճառ դառնալ եւ հիվանդությունը բերել ավելի սրված վիճակի, քան կլինի ներկա ժամանակում։ Ակնեն որպես մաշկային հիվանդություն դասվում է 3 տիպի։ Լինում է թեթև ակնե, միջին եւ ծանր աստիճանի։ Բնականաբար թեթև ակնեի ժամանակ չի լինում բորբոքային process, իսկ միջին եւ ծանր դեպքերում բորբոքային process-ը լինում է, իսկ կլինի դա ինչ աստիճանի կլինի, դա արդեն կախված է ընդհանուր հիվանդի վիճակից, օրգանիզմի գործունեությունից, վիտամինների ավել կամ պակաս լինելուց եւ ընդհանրապես կենսակերպից ու հիգիենայի պահպանման կանոններից, որովհետեւ ես իմ այլ հաղորդաշարերում, որոնք չեն հեռարձակվել YouTube-ում, ուրիշ տեղերում եմ ես խոսել, շատ եմ ասել, որ ակնեի հիվանդությունը հիմնականում
Եթե մարդը չունի որևէ բորբոքային պրոցես, հիվանդություն կամ ինչ-որ ուրիշ նպաստող գործոն, հնարավոր է, որ զարգանա վատ հիգիենայից, չօթափողվող տարածքից եւ իհարկե կներեք արտահայտությանս փնթի եւ կեղտոտ ապրելակերպից։ Սա նույնպես նպաստում է ակնեի առաջացմանը տարբեր տարիքում ու տարբեր ժամանակահատվածում։ Ինչպես արդեն ասացի, սիրելի հետևորդներ, ակնեն հիմնականում զարգանում է այն անձանց մոտ, որոնց մաշկի տիպը յուղոտ է կամ կոմբինացված։ Ակնեի առաջացման պատճառներից հենց մեկն էլ ավելցուկային ճարպի արտադրությունն է։ Երբ որ մարդու օրգանիզմում ճարպը սկսում է արտադրվել նորմայից շատ, մաշկը լինում է յուղոտ ու կոմբինացված, 99.9% հավանականություն կա, որ մարդու մոտ մի օր անպայման զարգանալու է ակնե հիվանդությունը։ Իհարկե, եթե չկիրառի ժամանակին ճիշտ մեթոդներ, չկատարի մաշկի խնամքի բոլոր փուլերը ըստ հաջորդականության ու ցուցման եւ չկիրառի համապատասխան պրոցեդուրաներ։ Առաջացման պատճառներից է համարվում նաև վատ հիգիենան կամ դրա իսպառ բացակայությունը։ Առաջացման պատճառ նաև կարող է դառնալ գենետիկ նախատրամադրվածությունը։ Առաջացման պատճառ կարող են դառնալ բակտերիաները, ինչ որ վատ չօթափողվող տարածքում ժամանակ առ ժամանակ լինելուց կամ աշխատելուց կամ ինչ որ կեղտոտ բնույթի աշխատանք կատարելուց, որտեղ առկա են բակտերիաներ ու նմանատիպ մակաբույծներ։ Սա նույնպես հանգեցնում է ակնեի առաջացմանը։ Սիրելի հետևորդներ, եթե մարդու մոտ արդեն իսկ առկա է ակնե հիվանդությունը, ախտորոշվել է անկախ դրա աստիճանից կլինի առաջին, երկրորդ թե երրորդ տիպ, ձեզ օգնության են հասնում ամենաառաջին մասնագետները, դրանք մաշկաբանները եւ կոսմետոլոգներն են։ Կարող եք դիմել եւ հիվանդանոց, մաշկաբանի խորհրդատվություն անցնելու բուժվել մաշկաբանի մոտ, կարող եք նաեւ դիմել էսթետ բժշկության ցանկացած կլինիկա կամ կենտրոն, դիմել կոսմետոլոգի եւ ելի ստանալ ճիշտ ու պատշաճ բուժում։ Երկու մասնագետներն էլ հրաշալի կերպով հասկանում են այս հիվանդությունից, իրենց մասնագիտական գործունեության մեջ է մտնում։ Ես ինքս էլ շատ պացիենտներ եմ ունեցել վերջին 2 տարվա ընթացքում, որոնք բուժվել են ակնե հիվանդությունից, եւ առաջին, եւ երկրորդ եւ երրորդ տիպերով։ Ակնեով հիվանդ մարդը, եթե դիմել է մասնագետի, կոսմետոլոգի կամ մաշկաբանի, ապա հիվանդության ընթացքը թեթևացնելու, սրացումներից խուսափելու եւ ավելի վատ վիճակի մեջ ընկնելու համար պետք է հետեւողական լինեք, լսեք մասնագետի բոլոր ցուցումները, կատարեք համապատասխան պրոցեդուրաները, համապատասխան կոսմետոլոգիական միջամտությունները, եթե դրա կարիքը կա, եւ ամենակարևորը՝ պահպանեք ինտերվալը։ Ենթադրենք, ձեզ ցուցել են 7 օրը մեկ կատարել, օրինակ, ինչ որ լազերային միջամտություն, եթե չկա բորբոքային պրոցես, կամ ինչ որ դեղորայքային բուժում են նշանակել ըստ ցուցումների օրերի ժամերի, ապա պացիենտը պարտավոր է այս ամեն ինչը պահպանել, լինել հետևողական, պահպանել ինտերվալները ցանկացած պրոցեդուրայի իրականացման ժամանակ։ Եթե ձեզ ցուցված է ենթադրենք 2 շաբաթը մեկ այցելություն կոսմետոլոգին, անպայման պետք է սա անեք, որովհետև ակնեն այնպիսի հիվանդություն է համարվում մաշկային, այնպիսի ագրեսիվ գործոններ ունի, որ ցանկացած թեթև ոչ սխալ միջամտությունը կարող է պատճառ դառնալ բորբոքային պրոցեսի կրկնակի առաջացման ու հիվանդության կրկնակի գլուխ բարձրացման։ Եվ չմոռանամ նաև ասել, որ ակնեն հիմնականում այն մարդիկ, ովքեր երբևէ ունեցել են ակնե հիվանդությունը, սեզոնային անցման ժամանակ, այսինքն գարնան ու աշնան ամիսներին, այն հնարավոր է, որ ինչ-ինչ պատճառներով ձեզ մոտ կրկին գլուխ բարձրացնի։ Այս դեպքում նորից չեք զբաղվում ինքնաբուժությամբ, կրկին դիմում եք ձեր կոսմետոլոգին կամ մաշկաբանին։ Կախված հիվանդի վիճակից, ձեր բժիշկը կարող է նաև ձեզ, բացի ակնեի բուժման դեղերից, պրոցեդուրաներից եւ այլն, կարող է նաև ձեզ նշանակել հավելյալ վիտամիններ, որովհետեւ վիտամինների պակասը կամ ավելը եւ ընդհանրապես վիտամինների դիսբալանսը օրգանիզմում հանգեցնում է ոչ միայն ակնեի, այլ նաև մաշկային զանազան հիվանդությունների առաջացմանը։ Ակնեի առաջացման պատճառ նաև կարող են հանդիսանալ իմունիտետի անկումը կամ դրա իսպառ բացակայությունը։ Առաջացման պատճառներից մեկը նաև կարող է լինել մարսողական համակարգի խանգարումը, եթե այդպիսիք առկա են։ Վիտամինների պակասը եւ ավելը արդեն նշել եմ, ինչպես նաև ստրեսը։ Ստրեսը, սիրելի հետևորդներ, ինձ թվում է բոլոր հիվանդությունների առաջացման պատճառ կարելի է դասակարգել, սակայն այս դեպքում նույնպես։
ակնեի առաջացման պատճառներից մեկը ես ինքս էլ համարում եմ ստրեսը, քանի որ ինքս ականատես եմ եղել երկու պացիենտի, երկու հիվանդ եմ ունեցել, որոնք բուժվել են ակնեից, երկուսն էլ եղել են տարիքով բավականին հասուն, մեկը 35, մյուսը 43 տարեկան, երկուսն էլ եղել են կին։ Ակնեի բուժումից մի քանի ամիս հետո ինչ պատճառներով երկուսի մոտ էլ սկսեց ստրեսային իրավիճակ։ Մեկը հարազատ էր կորցրել, մյուսն էլ ինչ-որ աշխատանքային խնդիրների պատճառով բավականին երկար ժամանակ լարված իրավիճակում էր։ Այս ամենը նույնպես հանգեցրեց կրկին ակնեի առաջացմանը։ Ճիշտ է, երկրորդ անգամը չեղավ առաջինի պես շատ վատ ու բորբոքային պրոցեսով, բայց ինչ ասեմ, իրեն անպայման զգացնել տվեց եւ իմ պացիենտները նորից ստիպված եղան այցելել ինձ, որ անցնեն բուժման երկրորդ փուլը։ Սիրելի հետևորդներ, ակնեի բուժումը իր մեջ ներառում է ոչ միայն մաշկաբանի կամ կոսմետոլոգի խորհրդատվությունը, այլ նաև իր մեջ ներառում է համապատասխան դեղորայքների ճիշտ կիրառումը, համապատասխան պրոցեդուրաների իրականացումը ըստ իրենց ժամանակացույցի, համապատասխան խնամքի միջոցների օգտագործումը, որը նախկինում ցանկալի էր, իսկ այժմ պարտադիր, որովհետև Հայաստանի Հանրապետության էկոլոգիան հավասար է 0-ի, եւ բացի դա, ինչպես արդեն ասել եմ, ցուցված են լինում հավելյալ վիտամիններ։ Հավելյալ վիտամինները երբեք ոչ մեկի չեն խանգարել, եթե կդիմեք նման խնդրով մաշկաբանի կամ կոսմետոլոգի, որը բացի իր բուժման հիմնական սխեմայից կանցնի նաև վիտամինների նշանակմանը, ապա իմացեք, որ դուք գտնվում եք հուսալի ձեռքերում։ Ակնեի հիվանդության մասին ինֆորմացիան այսքանն էր, սիրելի հետևորդներ։ Փոքրինչ ուշ, մոտ մի քանի հաղորդում հետո ես նույնպես կնկարահանեմ տեսանյութ, որտեղ ավելի մանրամասն ձեզ կներկայացնեմ այն հիմնական գործառույթները, այն հիմնական պրոցեդուրաները, որոնք կատարվում են կոսմետոլոգի սենյակում ակնեի բուժման ժամանակ, եւ ձեզ փուլ առ փուլ կբացատրեմ, քանի որ համոզված եմ հիմա իմ հետևորդները, ովքեր ինձ լսում են, հաստատ կգտնվի որոշ տոկոսային հարաբերությամբ մարդկանց խումբ, որ բախված կլինի այս հիվանդությանը, որովհետև ցուցանիշները, երբ որ ես նայում եմ, մենք խայտառակ ցուցանիշ ենք գրանցում ակնեի հիվանդության հետ կապված։ Էլ չեմ խոսում մաշկային մնացած հիվանդությունների մասին, որոնք արդեն կոսմետոլոգի ուժերից վեր են եւ դրան համապատասխան նեղ մասնագետներ են պետք։ Այսքանը, սիրելի հետևորդներ, հուսամ տեսանյութը հավանեցիք։ Կարևոր ինֆորմացիա էր, ես ինքս այդպես եմ գտնում, դրա համար այսօր ցանկացա խոսեմ ակնեի հիվանդության մասին։ Ձեզ մաղթում եմ հաճելի ու խաղաղ օր։ Մենք կհանդիպենք ավելի ուշ։ Լավ մնացեք։